Բարի և օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի անունն եմ կանչում յուրաքանչյուրիս վրա, յուրաքանչյուրիս իրադրության մեջ։ Թող Տերը հպվի մեր սրտերին, մեր կյանքերին, ու մեր կյանքերում լինի այնպես, ինչպես երկնքում է։ Աստծո բնական կարգ ու կանոնը լինի մեր կյանքերում, այնպես, ինչպես Տերն էր ի սկզբանե ստեղծել։ Տեր Աստված, խնդրում եմ յուրաքանչյուրիս համար, մեր ընտանիքի անդամների համար, որ օգնես մեզ չվախենալ ապաշխարությունից, այլ փոխարենը մենք հաճույք ստանանք քո առաջ ազնիվ ու անկեղծ լինելուց, խոստովանելով մեր մեղքերը։ Օգնիր մեզ, Տեր, բարեգութ Աստված, բացվել քո առաջ և ոչինչ չթաքցնել քեզանից։ Թող ապաշխարությունը հոսի մեզանից, առանց որևէ խոչընդոտի։ Օգնիր մեզ, Տեր, ողորմած Աստված, որ խոնարհվենք քո առջև և ընդունենք մեր մեղավոր էությունը, ընդունենք ու խոստովանենք մեր բոլոր մեղքերը և դիմենք քեզ քո շնորհի ու ողորմության համար։ Շնորհակալ ենք, Տեր, որ քո շնորհն ու ողորմությունը նորանում է ամեն օր։ Տեր Աստված, քո հոգին լցրու մեզ վրա, շարժվիր մեր մեջ, աշխատիր մեր մեջ, կոտրիր մեր պատնեշները, թող քո կամքը կատարվի մեր կյանքերում։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Իսկ հիմա վերադառնանք Թոմաս Ուոթսոնի «Ապաշխարության վարդապետություն» գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությունը։ Նախկին դասերը լսեք, երեկ մենք խոսում էինք մեղքից շրջվելու, մեղքից հեռանալու մասին, որ այն ապաշխարության բաղադրիչ մասն է կազմում, և այսօր այդ թեման շարունակում ենք։ Հասկացանք, որ մեղքից շրջվելը իսկապես ապաշխարության անհրաժեշտ մասն է կազմում, ուրեմն եթե այդպես է, ապա իրական ու ճշմարիտ ապաշխարություն շատ քիչ կարելի է գտնել։ Մենք ինքներս պետք է քննենք մեզ ըստ Աստծո խոսքի։ Ընդհանուր առմամբ մարդիկ չեն հեռացել իրենց մեղքերից, նրանք դեռ նույնն են, ինչ եղել են։ Մարդը հպարտ էր և դեռ հպարտ է։ Մենք անմաքուր գալիս ենք Աստծո մոտ և անմաքուր էլ հեռանում ենք։ Թեև մարդը արտաքուստ շատ փոփոխությունների է ենթարկվել, այնուամենայնիվ ներսից որևէ փոփոխություն չի կատարվել։ Սրտում, մտքում, նրա ցանկություններում։ Եսայի 9:13 խոսքում ասվում է. «Ժողովուրդը չի վերադառնում իրեն հարվածողին, չի փնտրում զորությունների Տիրոջը»։ Եթե մարդիկ մեղքից չեն հեռանում, ինչպես կարող են ասել, որ ապաշխարում են։ Ինչպես ես ու դու կարող ենք ասել մենք ապաշխարում ենք, եթե նախ չենք ընդունում, որ մեղավոր ենք, կամ էլ ընդունում ենք, որ մեղավոր ենք, բայց մեղքից չենք հեռանում, սիրում ենք այդ մեղքը։ Ուրեմն, ինչպես ասեցի, ամեն մեկս պետք է մեզ քննենք ըստ Աստծո խոսքի։ Եթե դու շնանում ես ու քրիստոնյա դառնալուց հետո դեռ անում ես դա, ուրեմն դու չես ապաշխարել։ Եթե խաղամոլ ես ու քրիստոնյա դառնալուց հետո դեռ խաղամոլ ես, եթե անգամ տարին մեկ անգամ ես անում, եթե անգամ ստավկաներիդ գումարն ես պակասեցրել, միևնույնն է, դու դեռ խաղամոլ ես ու նշանակում է, որ դու չես ապաշխարել։ Եթե դեռ մեծամիտ, ինքնահավան, աններողամիտ մեկն ես, եթե դու շարունակում ես բամբասել, սուտ վկայություններ տալ, նախանձել և այլն, դու չես ապաշխարել, որովհետև իրական ապաշխարությունը պետք է պտուղ ունենա քո կյանքում։
եւ մեղքի հակառակ պտուղը ունենա։ Եվ այդ պտուղը փոխված կյանքն է։ Չես կարող բորոտությունից բժշկվել եւ դեռ վրատ բորոտության նշաններ ունենալ։ Ու եթե մենք իրապես չենք ապաշխարել ու մեր մեջ փոփոխություն չկա, հնարավոր չի արդյոք, որ նման մարդկանց չբարեփոխվածներին Աստված ասի այն, ինչ մի անգամ նա ասաց Եփրեմին։ Կարդանք Ովսե գրքի 4 գլխի 17-ից 19 խոսքերը։ Եփրեմը կուրքերին է փարվել, թող դրան, երբ իրենց հարբեցողությունը վերջ է գտնում, շնանալով շնանում են, նրա իշխանավորները սիրով սիրահարվում են ամոթին, քամին նրանց փաթաթել է իր թևերի մեջ և նրանք պիտի ամաչեն իրենց զոհերից։ Տեսեք ինչ է ասում Աստված, ասում է Եփրեմը իրա կուրքերին է սիրահարված, փարվել է իրա կուրքերին։ Երբ դադարում է հարբեցողությունը, այդ ժամանակ էլ ասում է սկսում է շնանալ։ Ու ասում է իրանց իշխանավորները ամոթն են սիրում։ Ու դրա համար իրանք պիտի ամաչեն։ Եվ ասում է իրանց թող դրանց, էլ իրանց նկատողություն անգամ մի արա, մոռացի իրանց։ Այսինքն, եթե մենք շարունակում ենք մեր մեղքին կպած մնալ, հարբեցողը շարունակում է հարբեցող մնալ, մարդասպանը շարունակում է մնալ այդպիսին, բամբասողը ևս, անիծողը շարունակում է անիծել ու այդպես շարունակ։ Աստված կասի դրանց թողեք, թող իրենց մեղքի կյանքը շարունակեն, բայց միևնույնն է այդ մարդը կամ մարդիկ անպատիժ չեն մնա, մի օր ամոթով են մնալու, որտև ես սուրբ եմ ու արդար եմ։ Կիսատ պռատ ապաշխարությունը ընդունելի ապաշխարություն չէ։ Կիսով չափ մեղքից շրջվելը Աստծո համար ընդունելի չէ։ Իսկ ովքեր են մեղքից այս կիսաշրջված, կիսատ պռատ շրջված մարդիկ։ Նրանք, ովքեր հասկացողությամբ դեմ են մեղքին, բայց ոչ գործնականում։ Այսինքն հասկանում են, որ մեղքը վատ բան է ու դեմ են մեղքին, բայց գործնականում մեղքից չեն հրաժարվում։ Նրանք չեն կարող չընդունել, որ մեղքը վատ ազդեցություն ունի եւ գուցե անգամ ողբում են մեղքի համար, բայց նրանք այնքան են տարված ու հմայված մեղքով, որ ուժ չունեն թողնելու այդ մեղքը, հեռանալու այդ մեղքից։ Նրանց մեջի փտախտը ավելի ուժեղ է, քան իրենց համոզմունքները եւ մեղքի հանդեպ իրենց մեջ բարձրացած հանդիմանությունը։ Սրանք ճակերտավոր գրեթե քրիստոնյաներ են կամ անվանական անունով քրիստոնյաներ։ Այս մարդիկ նման են Եփրեմին, որ կարծես մի կողմից թխված տորթ էր, իսկ մյուս կողմից դեռ խմոր էր։ Ովսե 7:8-9 խոսքերն ասում են. Եփրեմը իրեն խառնել է ժողովուրդներին։ Եփրեմը դարձել է մի կարկանդակ, որը չի շրջվել, այսինքն լրիվ եփված չի, ինքը կիսատ պռատ է։ Օտարները կերան նրա զորությունը, բայց ինքը չգիտի, ալևորությունել է իջել վրան, ինքը չգիտի։ Այսինքն մենք կործանման ճանապարհին ենք, բայց ոնց որ թե չգիտենք, որ կործանվում ենք։ Մարդիկ կիսով չափ են միայն մեղքից հեռացած, եթե նրանք շրջվում են միայն բացահայտ մեղքերից, բայց չունեն շնորհի ներքին աշխատանք իրենց սրտում, Աստծո շնորհի ներքին աշխատանք։ Նրանք կարող են լավ վարքագիծ ունենալ, լավ վարվել, բայց չեն գնահատում Քրիստոսին կամ չեն սիրում սրբությունը։ Այս լավ վարքով մարդիկ նման են Հովնանին, որը դդումի մի թուփի տակ նստեց, որ պաշտպանվի արևի շոգից, եւ մտածեց, որ ինքը ապահով է, բայց հետո մի ворթ եկավ եւ խժռեց դդումի թուփը։ Նմանապես մարդիկ, երբ հեռանում են բացահայտ մեղքից, կարծում են, որ իրենց լավ վարքագիծը այդ դդումի թփի պես պաշտպանելու է իրենց Աստծո բարկությունից ու Աստծո ցասումից ու Աստծո դատաստանից։
բայց մահվան ժամանակ առաջ է գալիս խղճի որդը ու խժռում է այս կեղծ պաշտպանված լինելու միտքը, ու մարդու սիրտը նվաղում է ու սկսում է հուսահատվել ու հուսալքվել։ Մարդիկ կիսով չափ են միայն մեղքից հեռացած, եթե նրանք հեռացել են բազմաթիվ ու շատ մեղքերից, բայց երես չեն թեքում որոշ հատուկ մեղքերից։ Նրանց սրտում կա որոշակի մեղսավոր հաճույք, որը նրանք փայփայում են ու բաց չեն թողնում։ Դա նման է մի մարդու, ով բուժվել է մի քանի հիվանդություններից, բայց սրտում քաղցկեղ ունի, որը սպանում է նրան։ Նման մարդկանց ապաշխարությունը հավասարազոր է զրոյի, այսինքն հավասար է նրան, որ չեն ապաշխարել։ Կներեք։ Սրանք մարդիկ են, ովքեր վտարում են մի դևի, բայց դուռ են բացում մեկ այլ դևի համար և ուրախությամբ նրան ներս հրավիրում։ Նրանք հայհոյանքի մեղքը բաց են թողում, բայց անցնում են զրպարտության, սուտ վկայության, բամբասանքի մեղքին։ Ցոպության ու շռայլության մեղքը բաց են թողնում, բայց անցնում են ագահության մեղքին և այլն, ինչպես հիվանդ մարդը, որի մրսածությունը փոխվում է մալարիայի։ Մեղքից նման շրջադարձը մարդկանց կհասցնի դժոխք։ Իրական ապաշխարությունը այն է, որ մենք ապաշխարում ենք մեղքերից ու դառնում ենք դեպի Աստված։ Կան մարդիկ, ովքեր ինչքան էլ լսեն Աստծո խոսքը, ինչքան էլ իմանան, որ Աստծո անեծքն է բոլոր նրանց վրա, ով հակառակ են Աստծուն, ինչքան էլ որ գիտեն դժոխքի մասին, միևնույնն է, նրանք չեն հրաժարվում իրենց մեղքերից ու չեն դառնում դեպի Աստծուն։ Նման մարդիկ նախընտրում են անիծվել, քան փոխվել։ Երեմիա 8-րդ գլխի 5-րդ խոսքում ասվում է. «Ինչու այս Երուսաղեմի ժողովուրդը մշտական ուխտադրժությամբ խոտորեց, կառչեց խաբեությանը և մերժում է հետ դառնալ»։ Բայց եթե մեր մեջ ինչ-որ չափով անկեղծություն կամ սթափություն լինի, ու եթե մեր խիղճը խորը քնած չէ կամ քարացած չէ, ապա մենք կլսենք մեզ կանչող Աստծո ձայնը և մենք կդառնանք Աստծուն, մեր գերագույն բարիքին։ Որքան հաճախ է Աստված կանչում մեզ ու կոչ անում մեզ հավատարիմ մնալ Իրեն։ Ողջ Աստվածաշունչը Աստծո կանչն է իր ժողովրդին։ Եզեկիել գրքի 33 գլխի 11 խոսքում Աստված երդվում է հետևյալ կերպ. «Կենդանի եմ ես, ասում է Տեր Աստված, և ես ամբարիշտի մեռնելուց հաճույք չեմ ստանում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձեք, դարձեք ձեր չար ճանապարհներից, և դուք ինչու մեռնեք»։ Աստված նախընտրում է ունենալ մեր զղջացող արցունքները, քան մեր արյունը։ Աստված չի ուզում, որ դու դժոխք գնաս։ Աստված քո փրկությունն է ուզում, դրա համար իր որդուն խաչը հանեց, ճանապարհ բացեց։ Աստված ցանկանում է մեր փրկությունը և ոչ թե մեր կործանումը։ Աստծուն դառնալը, դարձի գալը մեր շահի համար է։ Մեր ապաշխարությունը ոչ մի օգուտ չի տալիս Աստծուն։ Մի քիչ լեզվով ասած, մեր ապաշխարությունը Աստծուն ոչ սառեցնում է, ոչ տաքացնում է, այլ ապաշխարությունը մեր համար է շահավետ։ Եթե դու օրինակ ջրաղբյուրից, հայերեն բառը որն է, պուլպուլակից, ցայտաղբյուրից ջուր ես խմում, դա քեզ է օգուտ տալիս, քո ծարավն է հագենում, և ոչ մի աղբյուր ցայտաղբյուրին չկա։ Արևի լույսն ու արևի ջերմությունն էլ էլի քեզ է օգուտ տալիս, քո վիտամին D-ն է ավելանում, դու տաքանում ես, հիվանդություններ ա բժշկում, վայելում ես, բայց արևին դրանից ոչ մի օգուտ չկա, ոչ էլ վնաս կա արևին։
Նույն կերպ էլ, եթե մենք հրաժարվենք մեր մեղքերից ու դառնանք դեպի Աստված, դարձի գանք, դա մեր օգուտի համար է եւ ոչ թե Աստծո։ Աստծուն ոչ մի օգուտ կամ վնաս դրանից չկա։ Միայն մենք ինքներս ենք օգուտ քաղում եւ վնասն էլ մեզ է հասնում։ Եթե ուրիշ ոչինչ մեզ չդրթի մեղքերից ապաշխարել, ապա մեր սերը ինքներս մեր հանդեպ, մեր սեփական շահի հասկացողությունը թող հաղթի մեզ ու տանի մեզ ապաշխարության եւ հետո Տերն էլ իր ողորմությամբ ճշգրտի մեր ապաշխարության ընթացքը։ 9-րդ առակի 12 խոսքում ասվում է. Եթե իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն, եթե ծաղր անող ես, միայն դու ես դրա պատիժը կրելու։ Եկեք իմաստուն լինենք։ Եթե մենք դառնանք Աստծուն, Աստված կմոտենա մեզ։ Նա կհեռացնի իր բարկությունը մեզանից եւ նա իր երեսը կդարձնի դեպի մեզ։ Սա խոստում է Աստվածաշնչում, Աստծո կողմից։ Եվ դա Դավիթ թագավորի աղոթքն էր։ Սաղմոս 86:16-ում ասվում է. Դավիթը դիմում է Աստծուն. նայիր ինձ եւ ողորմիր ինձ, քո զորությունը տուր քո ծառային եւ փրկիր քո աղախնի որդուն։ Երբ մենք շրջվում ենք դեպի Աստված, դա դրթում է Աստծուն, որ ինքն էլ դառնա դեպի մեզ։ Զաքարիա 1:3-ում ասվում է. այսպես է ասում Զորքերի Տերը. դարձեք դեպի ինձ եւ ես էլ դեպի ձեզ կդառնամ, ասում է Զորքերի Տերը։ Ահա տեսնում ենք, սա խոստում է, իսկ Աստված իր խոստումից հետ չի դառնում։ Ու եթե մենք դառնանք Աստծուն, Աստված կդադարի մեր թշնամին լինելուց եւ կդառնա մեր ընկերը։ Աստված մեր թշնամին է, որովհետեւ մենք ենք նրան թշնամություն արել։ Եթե Աստված դառնում է դեպի մեզ, ապա Աստծո հրեշտակներն էլ դեպի մեզ են դառնում։ Եվ Աստված իր հրեշտակներին հրամայում է մեզ պաշտպանել։ Սաղմոս 91:11-ում ասվում է. որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Եթե Աստված դառնում է դեպի մեզ, ապա ամեն ինչ մեր օգտին կլինի, եւ Աստծո ողորմությամբ, եւ անգամ տառապանքի արդյունքներով։ Որտեվ Աստված իրենից վախեցողին, իրեն սիրողին, անգամ չարիքը բարիքի գործակից է դարձնում, անգամ անեծքը օրհնության է փոխում։ Այսինքն Աստծո խրատի դիսցիպլինայի արդյունքում բարիք կլինի մեզ եւ ոչ թե չարիք։ Այսքանով ամփոփում ենք այն ամենը, որ կազմում են ապաշխարության բաղադրիչ մասերը։ Եկեք դրանք մեկ անգամ էլ թվարկենք, բայց արդեն առանց մանրամասների։ Առաջինը՝ մեղքը տեսնել եւ ընդունել։ Այսինքն, երբ մենք ընդունում ենք, որ մեղավոր ենք, ու մեղքը չենք փորձում արդարացնել, մեղքը մեղք ենք կոչում։ Օրինակ, բամբասող ես չես ասում, դե դա իմ թուլությունն է, դա իմ բնավորությունն է, դա թուլություն չի, այլ մեղք է։ Սեռական մեղքի մեջ ես, ընդունում ես, որ սեռական մեղքի մեջ ես։ Չես ասում Աստված է ինձ էսպես ստեղծել, ոչ, դա մեղք է։ Մեղքը կոչում ես մեղք։ Ծուլությունը մեղք է, ու չես նկարագրում ընդհանրապես հավես չունեմ։ Չէ, դա ծուլություն է, եւ դա մեղք է։ Երկրորդ, տրտմություն, ցավ, սուգ ունենալ քո գործած մեղքերի համար։ Երրորդ, խոստովանություն մեղքի համար, խոստովանել անկեղծորեն Աստծուն, որ մեղք ես գործել, տալով այդ մեղքի անունը եւ ինչ ես արել։ Չորրորդ, ամոթ զգալ գործած մեղքի համար, ամոթ ունենալ։ Հինգերորդ, ատելություն ունենալ սրտում մեղքի հանդեպ, որը կդրթի քեզ մեղքից հետ շրջվել, մեղքից հետ դառնալ, որը 6-րդն է։ Եթե այս բաղադրիչներից որևէ մեկը չկա մեր մեջ, ապա ապաշխարության դեղամիջոցը կորցնում է իր արդյունավետությունը մեր կյանքում։ Աղոթենք Աստծուն, որ մեր ապաշխարությունը Աստծո սրտով լինի, ճշմարիտ լինի, խորը լինի, անկեղծ լինի,
եւ արդյունքում մեր կյանքերը փոխվի, որ մենք մեղքից ազատվենք, պատերազմենք մեղքի դեմ եւ հիշենք, որ սա մեր ողջ կյանքի ընթացքում է, մի անգամով չի արվում ու վերջանում։ Այսքանը այսօր օրհնում եմ յուրաքանչյուրիս, Աստծո ձեռքը բոլորիս վրա լինի, Տիրոջ պաշտպանությունը լինի, թող Սուրբ Հոգու կրակը պարիսպներ կազմի բոլորիս շուրջ բոլորը եւ մեր Հայաստան աշխարհն եմ դնում Տիրոջ պաշտպանության տակ, թող Տիրոջ բարի կամքը լինի ամենքիս կյանքում։ Ամեն